Մենք հիմա պետք է պայքարենք վերադարձի իրավունքի ճանաչման համար։ Վերադարձի հարցը մենք միշտ դնելու ենք առաջնահերթություն։ Արցախ հետ կապված հարցը, որ չի կարելի խոսել, ոնց ասենք, դրանից կարելի մենք մոռանանք։ Խորհրդարանի ընտրությանն ընդառաջ ընդդիմադիր այս ուժերն են խոսում Ղարաբաղյան շարժումից, բայց Ղարաբաղյան շարժումն ու խաղաղության օրակարգը միասին համատեղելի չեն։ Կառավարող ուժի դիրքորոշումն է, հետևաբար իրավիճակն այնպիսին է, որ այսօր ձևավորվել է պատերազմի եռագլուխ կուսակցություն, եւ այդ կուսակցության նպատակը հիմա արդեն նրանք ուղիղ չեն ասում, բայց անուղղակի կամաց քայլ Ղարաբաղյան շարժումը վերականգնելն է, այսինքն կոնֆլիկտը վերականգնելն է, այսինքն պատերազմը վերականգնելն է։ Փորձագետները եւս արձանագրում են Ռոբերտ Քոչարյանի, Սամվել Կարապետյանի, Գագիկ Ծառուկյանի ու այլ ընդդիմադիրների հայտարարություններն այս համատեքստում կապ չունեն դեպի խաղաղություն գնացող Հայաստանի հետ։ Դրանք այլ նպատակներ ունեն։ Ղարաբաղյան շարժում շարունակելը կամ պատերազմով ինչ-որ բան փորձել հետ բերելը նշանակում է վտակի տակ դնել բուն Հայաստանի Հանրապետության տարածքը։ Ցանկացած Լեռնային Ղարաբաղի շահարկման թեմա, կոնֆլիկտի շահարկումը բերելու է առնվազն Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ հարաբերություններում նոր խնդիրների։ Այն խնդիրների, որոնք մենք ունեցել ենք ժամանակին, եւ դա եղել է հիմնավորված Ղարաբաղյան կոնֆլիկտով, հիմա Ղարաբաղյան կոնֆլիկտ չկա։ Հայաստանի ընտրությունն այժմ հօգուտ անվտանգության, խաղաղության է, նկատում են փորձագետները։ Վարչապետը եւս շեշտում է։ Եթե մենք հիմա ասենք, որ Ղարաբաղի մեր սիրելի հայրենակիցները պետք է վերադառնան Ղարաբաղ եւ մեր փախստականները պետք է վերադառնան, նրանք էլ են ասում, մեր փախստականներն էլ ուրեմն պետք է վերադառնան։ Ես կարծում եմ, այստեղ ընտրությունը պետք է որ ակնհայտ լինի ցանկացած մեկի համար, ում համար Հայաստանի Հանրապետությունը արժեք է, իսկ նրանց համար, ովքեր ցանկանում են միայն տարածք առանց պետականության, նրանց համար խոսելու բան չկա, նրանք պատերազմ էլ կարող են սկսել, կարող են փորձել Արցախ էլ հետ բերել, վանել, մուշել, սասունել։ Սա տրիվիալ շարքային նախընտրական պոպուլիզմ է։ Եվ ցավով եմ ես դա նշում, բայց հենց այդ բոլոր քաղաքական ուժերի քաղաքականությունն է բերել այդ ամենին, որ այսօր մենք խոսում ենք արցախցիների վերադարձի մասին, մենք չպետք է խոսենք վերադարձի մասին։ Թեև Ռոբերտ Քոչարյանը, ռուսաստանցի գործարար Սամվել Կարապետյանի ուժը, Սերժ Սարգսյանի հետ ասոցացվող Արման Թաթոյանը, Գագիկ Ծառուկյանը Ղարաբաղի վերադարձի հարցը ընդգրկել են նախընտրական իրենց ծրագրերում, բայց նրանցից ոչ մեկն օրինակ չի խոսում ինչպես ու ինչ քայլերով են հետամուտ լինելու վերադարձին։ Հաշվի առնելով այն, թե արտաքին որ ուժի հետ վերջիններս առնչություն ունեն, ամեն ինչ պարզ է դառնում, կարծում է փորձագետը։ Ղարաբաղյան հարցը մշտապես ակտուալ է պահել Ռուսաստանը ու եղել դաշահարկող կողմը։ Ռուսաստանը Ղարաբաղյան հակամարտության առաջին իսկ օրվանից պարազիտացել է այդ հակամարտության վրա։ Դա բոլորին հայտնի փաստ է Հայաստանում։ Ես զարմանում եմ, որ մարդիկ կան, որ մինչև այսօր դա չեն գիտակցում։ Եվ Ռուսաստանը շարունակում է պարազիտանալ այն դեպքում, երբ կոնֆլիկտը փաստացի արդեն չկա, եւ չկա պարադոքսը սա է։ Այդ թվում նաև Ռուսաստանի ջանքերի շնորհիվ։ Այդ թվում նաև նրանց ճակերտավոր խաղաղապահների ջանքերի շնորհիվ, Լաչինի Միջանցքի շրջափակման շնորհիվ, նրա շնորհիվ, որ մեր հայրենակիցներին այդքան երկար ժամանակ բլոկադայի մեջ են պահել, սովի են մատնել, հա, եւ հիմա իրենք նորից խոսում են այդ մասին։ Իհարկե սա ակնհայտ է։ Անդիմադիրները հստակ չեն խոսում, բայց նրանց փոխարեն խոսում են իրենց աջակիցները։ Ռուսաստանցի գործարար Սամվել Կարապետյանի աջակից Երևանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազայանը այդ հայտարարություններից մեկի հեղինակն է։ Օրեր առաջ ասել է, ընտրություններում հաղթելու դեպքում իրենք պատերազմով են վերադարձնելու Ղարաբաղը։ Մեզ ժամանակ է պետք պատերազմ սկսելու, պատերազմ Արցախն ազատագրելու համար։ Դրա համար պետք է նոր իշխանություն ձևավորվի, ազգային իշխանություն, որը կիրականացնի ճիշտ դիվանագիտություն, մենք կարգավորենք մեր հարաբերությունները մեր արտաքին գործընկերների հետ եւ տարիներ հետո նրանց ռազմաքաղաքական աջակցությամբ հզորացնելով մեր բանակը ազատագրելու ենք Արցախն ու մեր հայրենիքի բռնազավթված մյուս տարածքները։ Ազատագրելու Արցախը պատերազմով։ Այո, պատերազմով։ Այլ կերպ հնարավոր չի։ Ազատ անկախ ու միացյալ Հայաստանի ճանապարհին անպայման ազատագրելու եք Արցախը։ Դուք մեր հայրենիքը չեք վայելելու, դուք Արցախը չեք վայելելու։ Այս երիտասարդները ապագայում եթե պետք լինի զենքով գալու են իրենցից խլված հայրենիք Արցախը ազատագրելու։ Պայքար, պայքար, պայքարը շարունակվում է։ Հանուն Արցախ վերադարձ
կարծում եմ, որ Ալբերտ Բազյանը, Սամվել Կարապետյանը, Ռոբերտ Քոչարյանը խեղկատակ չեն այնուամենայնիվ եւ որոշակի տրամաբանության մեջ են խոսում։ Իսկ այդ տրամաբանությունը միակ տրամաբանությունը այստեղ կարող է լինել այն, որ Ռուսաստանը կգա եւ մեզ կաջակցի։ Իսկ Ռուսաստանը հենց այնպես չի աջակցելու, ես նորից նշեմ, եթե չի ստացվում, ապա դրա այլընտրանքը Ռուսաստանի մաս դառնալն է, ֆիզիկական գոյություն պահպանելը, բայց հստակ է, որ մարդիկ, ովքեր Ռոբերտ Քոչարյանի, Սամվել Կարապետյանի քաղաքական ուժերի մաս են կազմում, այսօր կան մարդիկ նաև Ծառուկյանի շուրջը, այդ մարդկանց համար Հայաստանի պետականությունը արժեք չունի։ Նրանց համար արժեք են հողերը, այդ հողերի ռեսուրսները, այդ ռեսուրսների միջոցով հարստանալը, բայց ոչ Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանի պետականությունը, Հայաստանի ազատությունը։ Ղարաբաղյան շարժումը վերականգնելու վերադարձի իրավունքի մասին խոսելու ընդդիմության հայտարարությունները արվում են նաև էմոցիոնալ առումով մարդկանց վրա ազդեցություն ունենալու համար, ընդգծում են փորձագետները։ Այդ էմոցիոնալ շահարկումներից է նաև Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարությունը, թե ինքը Ղարաբաղում իր կառավարման օրոք մեծ հաջողություններ է ունեցել։ 2020 թվականի պարտության խորքային պատճառներից մեկը հենց Ռոբերտ Քոչարյանի Հայաստանում առաջնորդ լինելն էր։ Եվ եթե նա խոսում է այն մասին, թե Արցախում եղել է առաջնորդ եւ Արցախ ինչ-որ հաջողություններ ունեցել, թող հիշի նաեւ, որ Հայաստանում եղել է առաջնորդ եւ Հայաստանը այնպիսի վիճակի է հասցվել, որ իրենից հետո իր ժառանգորդից հետո էլ մյուս ղեկավարը ոչինչ չեն կարողացել անել փոխելու այդ ընթացքը։ Իսկ այն, որ Հայաստանի փլուզումը, Արցախի հարցում Հայաստանի դիրքերի զիջումը շարունակվել է Ռոբերտ Քոչարյանի ժամանակ եւ շատ ավելի մեծ տեմպերով հաշվի առնելով այն կոռուպցիոն համակարգը, որը ձևավորել էր անձամբ Ռոբերտ Քոչարյանը, հաշվի առնելով այն կախվածությունը արտաքին մեկ քաղաքական ուժից, որը Ռոբերտ Քոչարյանի արժանիքն է, այսպես։ Իսկ ինչպես են Ադրբեջանում ընկալում ընդդիմադիրների այդ հայտարարությունները Հայաստան-Ադրբեջան խաղաղության օրակարգի համատեքստում։ Ադրբեջան այցելած քաղաքասարակության ներկայացուցիչների շարքում ներկա փորձագետները բարձաբանում են, թե Ադրբեջանում ընկալումը ինչպիսին է, Ադրբեջանում ասում են, որ երբ մենք խոսում ենք Արցախի ժողովրդի Արցախ վերադառնալու մասին, նրանք էլ ասում են շատ լավ, բայց կան նաև այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի ժողովուրդ, որն էլ ցանկանում է Հայաստան վերադառնալ։ Հիմա դրանք դա արդար է, արդար չէ, դրանք իրար համարժեք են, համարժեք չեն, սա հարցի մեկ այլ կողմն է։ Այո, իսկ իհարկե մեր կարծիքով դրանք իրար համարժեք երևույթներ չեն։ Ալիևը եւ իր շրջապատը եւ ընդդիմության այդ ռազմատենչ կամ ոչ խաղաղասիրական կոչերին է արձագանքում նորից Ալիևը եւ իր շրջապատը, այսինքն բոլոր դրսևորումները որոշակի արձագանք ունենում են Ադրբեջանի կողմից։ Այո, կլինեն շատ ավելի խորքային մոտեցումներ, ընդ որում ռուսական կողմնորոշում ունեցողները ավելի ագրեսիվ կլինեն, ավելի ակտիվ կպրոպագանդեն իրենց մոտեցումները եւ Ադրբեջանն էլ բնականաբար ավելի ագրեսիվ եւ ակտիվ կպատասխանի։ Եթե առաջ իրենք խոսում էին այն մասին, որ Ադրբեջան մեր արցախցի հայրենակիցները կարող են վերադառնալ, բայց այդ դեպքերում ադրբեջանցիներն էլ պետք է վերադառնան Հայաստան, հա, ինչու 18 թիվ, 1905 թիվ, հա, եւ այլն եւ այլն եւ այլն։ Հիմա իրենք ընդհանրապես այդ մասին չեն խոսում։ Հիմա իրենք ասում են, որ այդ հարցը փակ է։ Փորձագետներն ամփոփում են, խորհրդարանի առաջիկա ընտրությունը լինելու է Հայաստանի պետականությունը վտանգի տակ դնելը կամ չդնելը։ Այսինքն կա մի քաղաքական ուժ, որը գտնում է, որ պետք է պետականությունը դնել վտանգի տակ, եւ կա ուժ, որի առաջարկած այլընտրանքը խաղաղությունն է հանուն պետականության պահպանման։ Եկեք անկեղծ լինենք, Ռոբերտ Քոչարյանի կամ Սամվել Կարապետյանի ինչին է պետք Հայաստանի պետականությունը։ Նրանց պետք է, որ իրենք կարողանան Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ ունենան, բիզնես անեն, փող աշխատեն։ Մենք երկար տարիներ չենք ունեցել պետականություն, որովհետև մեր պետականությունը ինքը եղել է այսպիսի մի ցուցափեղկ, հա, որ մենք ունենք պետականություն, բայց որոշումները կայացվում են ոչ թե Երևանում, այլ Մոսկվայում։ Ես բազմիցս եմ խոսել այդ թեմայով, ասենք մեր պաշտոնյաները նշանակվում էին Մոսկվայում։ Ինչի մասին է խոսքը, ինչ պետականության մասին է խոսքը, ինչ ինքնիշխանության մասին է խոսքը։ Մենք ուղղակի այդ դեպքում վերադառնալու ենք նորից այդ հայտնի ժամանակները եւ այդ ժամանակները այդ վերադարձը հղի է բոլոր այն վտանգներով եւ մարտահրավերներով, որոնք մենք ունեցել ենք առնվազն մինչեւ 2022-23 թվականը։ Այստեղ երկընտրանքի հարց չկա։ Եվ հանգիստ ենք թողում իրար։ Հանգիստ ենք, ել չենք բանանում, փորփրում, ով երբ որտեղ ապրել եւ այլն, ինչ ա ունեցել, էսա ունեցել են անել։ Մենք փակում ենք այդ թեման, որովհետեւ դա է խաղաղությունը։ Մերի Խաչատրյան, Սերյան Անտոնյան, Ռուբեն Մնացականյան, Կիրակ Նորյալ լուրեր։